Երկրի գլխավոր դրամատունը կուսումնասիրի բանկային ոլորտում խարդախություններից տուժած քաղաքացիներին վերաբերող բոլոր դեպքերը։ Վերջին շրջանում տարբեր հեռախոսահամարներով ու կապի այլ միջոցներով քաղաքացիներից վերցնում են նրանց բանկային գաղտնի տվյալներ պարունակող տեղեկությունները եւ վարկեր ձևակերպում ու հափշտակում գումարներ։ Բանկերի հետ նախնական քննարկումների արդյունքում ցավոք դեպքերի ճնշող մեծամասնությամբ, հիմա չասեմ որ տոկոսով, մարդիկ իրենք են իրենց անձնական տվյալները տալիս խարդախների։ Այսինքն մարդկանց ինչ-որ ձևով կորզում են մարդկանցից իրենց անձնական տվյալները։ Ըստ Մարտին Գալստյանի օնլայն վարկերի տրամադրման դեպքում քիչ են խնդրահարույց դեպքերը։ Կենտրոնական բանկի նախագահը հայտնեց, որ այո, կարող են վերացնել օնլայն բանկային ձևակերպումներով վարկերի տրամադրումը։ Այդ դեպքում, սակայն ըստ Մարտին Գալստյանի, միլիոնավոր մարդիկ կբողոքեն անհարմարությունից, որ բավականին շատ ժամանակ են ծախսելու բանկ գնալու վարկ վերցնելու համար։ Բանկերը հավելյալ գումարներ են գանձելու, եթե չլինի այդ օնլայնը։ Օնլայնում, եթե պաշտպանվածության խնդիր կա, այդ խնդիրը եթե կա, մենք դա կբացահայտենք, բանկերը բնականաբար հետամուտ կլինեն այդ խնդիրը վերացնելու ու սպառողների նկատմամբ որևէ սխալ վերաբերմունք ունենալու նկատմամբ իրենց բանը կշտկեն։ Բյուջեի կրթության ոլորտի կապիտալ ծախսերն անցած տարի թերակատարվել են։ Ֆինանսների նախարարը պարզաբանում է, թե 2024-ին պլանավորած մրցույթների կամ պայմանագրերի կնքման արդյունքում պետք է կանխավճարներ տրամադրվեին շինարարներին։ Նրանց մեծ մասը, սակայն, հրաժարվել է կանխավճարներից։ Եվ մենք այդ ծախսը չենք իրականացնել, այդ ծախսը իրականացվելու է արդեն 2025 թվականին մրցույթները հայտարարվել եւ պայմանագրերը շնորհվել են այնպես ինչպես պլանավորված էր, սակայն կանխավճարներ չեն տրամադրվել, ինչը կարծում եմ մեր տեսանկյունից բավական այսքան վատ չի, որտեղ մեր միջոցները այդ առումով խնայել ենք։ Անցած տարի հարկահավաքներն էլ ավելացված արժեքի հարկի գծով են թերացել։ Դա ինչով էր պայմանավորված։ Հարցրին պետական եկամուտների կոմիտեի նախագահին։ Խնդիրն ըստ Էդուարդ Հակոբյանի ներմուծումով տնտեսական տարբեր գործոններով է պայմանավորված։ Երբ որ նայում ենք օրինակ մաքսային, այսինքն սահմանին հավաքված է 2.8%-ով աճեր, այդտեղ են հիմնականում խնդիրները։ Ինչով է դա պայմանավորված, տեսեք, երկու հիմնական գործոն կա, մեկը ավտոմեքենաների ներմուծումն է, որը նորից բնականon է։ Քանի որ մենք նախորդող տարիներին ունենք ավտոմեքենաների ներմուծման բում եւ 24 թվականին միանգամից անկում տեղի ունեցավ, սահմանին այդ հավաքագրումները նվազեցին եւ երկրորդ գործոնը ծխախոտի ներմուծումն է, որն էլ այդ նկարներով համապատասխան նկարների փակցման հետ էր կապված պահանջների ԵԱՏՄ-ի, որի արդյունքներով նախորդ ոնց որ պաշարներ էր կուտակվել ներմուծման, դա բերեց նրան, որ ներմուծման որոշակի անկումներ եղան։ Շինարարության ոլորտից 2025-ին սպասվող հարկերն ավելի շատ կլինեն։ Այս տարի անցած տարիներից կառուցվող շենք-շինությունների մեծ մասը կհանձնվեն շահագործման։ Այդ շենքերի կառուցման համար ավարտական ակտ կտրամադրվի եւ ընկերությունները ավելացված արժեքի հարկ կվճարեն։ Բանկային ոլորտում էլ ըստ ՊԵԿ նախագահի 2024-ին բարձր տնտեսական աճ է գրանցվել եւ բյուջեի մուտքերն այդ դեպքում եւս կավելանան շահութահարկի գանձումով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։